Շնորհակալ եմ, Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ, թեև քննարկում ենք 2026 թվականին հատկացվող բյուջեի մասին նախագիծը, բայց դուք վիճակագրական տվյալներ ներկայացրեցիք, հատկապես իրապես հասարակության շրջանում ամենաշատ այսպես աղմուկ բարձրացրած դեպքերին, այդ է ասենք զինամթերքի ապօրինի շրջանառությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը եւ այս դեպքերով դուք նշեցիք, որ առգրավման բացահայտման դեպքերն էլ են շատացել, այստեղ մի մտահոգություն կա, գուցե նաեւ այս դեպքերը իրանք ընդհանուր շատացել են, հետեւաբար նաեւ բացահայտումներ են շատացել, սա էլ է մտահոգություն մեր կողմից եւ նշեցիք, որ բյուջեն ընդհանուր առմամբ նվազել է, բայց ես նաեւ իրավացիորեն նշեցիք, որ հասարակության մեջ տպավորություն կա, որ փրկարար ծառայության ոլորտին քիչ հատկացումներ է տեղի ներկայացվում, այս առումով ես լոկալ էլի նշեմ, որ էլի խոսել եմ այս մասին, որ օրինակ Մարտունի համայնքում այնի շենքը ոչ բարվոք վիճակում է եւ վստահաբար կարող եմ ասել, ոչ միայն Մարտունի համայնքում է այդպիսի վիճակ, այս մասով ինչպես ենք անելու եւ ոնց ենք բարեկարգելու այնի շենքը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցադրումների համար։ Առաջին թեմայով, այո, երբ որ մենք ասում ենք որևէ հանցագործության աճ ունենք, անմիջականորեն այն կանխավարկածն է առաջ գալիս, որ այդ դեպքերի աճ ունենք։ Այդպիսի միանշանակ պնդման մասին մենք կարող ենք խոսել կոնկրետ տարում, բայց եթե դրան հաջորդող տարիներում պետությունը ունի կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ մեթոդաբանություն, այդպիսի միանշանակ պնդում անել չենք կարող։ Մանավանդ երբ որ մենք խոսում ենք լատենտային հանցագործությունների մասին, որովհետև նախորդ տարիներին մենք համանման իրավիճակում գաղտնիք ասած չեմ լինի, եթե եղել են դեպքեր կամ չեն գրանցվել, կամ ընդհանրապես իրավապահ համակարգը նմանատիպ իրադարձություններին իրազեկ չի եղել եւ համապատասխան վարույթներով ընթացք չի տրվել եւ այսպես շարունակ։ Բայց հիմա մենք ինչ ունենք։ Մենք ունենք մեթոդաբանության փոփոխություն, որովհետեւ մենք ոչ թե թողնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվի որոշակի խմբականակ, որ հետո նաեւ այո տարբեր մանր չափերով ավելի մեծ թվով աճ ունենանք, այլ մեր պատկերում կնկատեք, որ մեծ խմբականակը բացահայտում ենք եւ հետո մանր չափի դեպքերը արդեն չենք ունենում։ Այս պատկերը շատ ցայտուն երևում է 2023-24 թվականների վիճակագրության համեմատության մեջ նկատած կլինեք, երբ որ մենք հայտարարեցինք նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի 23 եւ 24 թվականների համադրությամբ էականորեն իրացման եւ մնացյալ դեպքերը նվազել էին, որովհետեւ մենք մեծ խմբականակները բացահայտել էինք եւ հետագայում արդեն մանր չափերով խոշոր հաշվով վարչարարության կամ չգիտեմ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի տեղիք չէինք տվել որպես այդպեսին։ Շարունակում ենք նույն տրամաբանությունը, բայց այս տարի նաև դրան գումարել ենք մի այլ մեթոդաբանություն եւս։ Մեր խնդիրը նաև ավելի վտանգավոր թմրամիջոցների հայտնաբերումն է, որոնք անձի առողջության վրա ավելի բացասական էֆեկտ են ունենում, եւ այս տարի նաև ոստիկանության աշխատանքը գնահատելու ենք այդ տեսանկյունից եւս, թե ինչ տեսակի թմրամիջոցներ է նաև ոստիկանությունը հայտնաբերել, որպեսզի նաև հասկանանք, թե ընդհանուր պետական քաղաքականությանը համահունչ է բացահայտման դինամիկան, թե ոչ։ Ինչ վերաբերում է Մարտունի համայնքի փրկարարական ջոկատի շենքին, ես ասեմ, որ թե անցած տարի, թե այս տարի շարունակել ենք մոդուլային շենքերի կառուցումները, տարբեր մարզերում ունենք այդպիսի շենքեր, Լոռու մարզում ենք արդեն գործարկել շենքը, առաջիկայում Վայոց ձորի մարզում կլինի, Գեղարքունիքի մարզում, հատկապես Սևանի հատվածում հրշեջ փրկարարական ջոկատի շենքն է ակտիվ շինարարության ընթացքում գտնվում եւ հաջորդ տարի կտանք բացումը եւ այսպես հերթով գույքագրված գնալու ենք առաջ, Մարտունու շենքը վթարայնության որոշակի էլեմենտների առումով մեր տեսադաշտում է եւ նախատեսել ենք շենքային պայմանների փոփոխություն։ Առաջիկայում արդեն կոնկրետ ժամանակացույցը ավելի պարզ կունենանք փոփոխության մասին։ Շնորհակալություն Տիկին նախարար, Անա Գրիգորյան։